Ինչպես բոլորդ արդեն տեղեկացել եք, այս պահին Գյումրիում ընթանում են ռեպրեսիաներ, ինչպես բնորոշ է Փաշինյանին ու ԿՊ-ին, իրավապահ մարմինները ներխուժել են պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Գյումրիի քաղաքապետի թեկնածու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն, ինչպես նաև գրասենյակներից առնվազն մեկը այս պահին, նույն գործընթացը ընթանում է նաև մի շարք այլ թեկնածուների գրասենյակների պարագայում, մի փոքր մանրամասներ բացահայտեմ, խոսքը վերաբերվում է ըստ մեր տեղեկությունների Շիբինի գործին, այսպես ասած, առկա է տեղեկատվություն, որ պատրաստվում է ձերբակալություն Մարտուն Գրիգորյանի հոր և որդու նկատմամբ, իսկ հիմա, եթե առօրյա լեզվով ասեմ, ժողովուրդ ջան, այն բառացիորեն նույնը, ինչ արել է ԿՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն շիբինապատել 1-2 փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը, լրիվ նույն բանի համար։ Ուզում եմ ֆիքսենք, որ դեմոկրատիային երգում, ինչ են երգում, չգիտեմ, այս պահին պատիվ ունեմ խմբակցության 2 падգամավորների նկատմամբ, բառացիորեն այս պահին իրականացվում է ռեպրեսիա, դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռնմխելիության հետևից են եկել, Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն փորձում են ձերբակալել, բառացիորեն այս պահին։